Այսօր եկել եմ պատմեմ իմ պատմության երկրորդ մասը։ Ուրեմն մենք հանդիպեցինք Շանհայում ամուսնուս հետ առաջի անգամ։ Շատ քիչ ենք իրար տեսել, ընդամենը 4 անգամ, որովհետև ես Շանհայում այդ ժամանակ հնարավորություն չունեի երկար ժամանակ մնալու ու երբ որ մենք հանդիպեցինք, ես միանգամից հասկացա, որ դա իսկապես սերա առաջին հայացքից։ Իր դեմքը ինձ հեռվից կանչում էր հենց արևի լույսի պես։ Ու տենց 4 անգամ հանդիպեցինք, երրորդ հանդիպման ժամանակ ինքը ինձ ընկերության առաջարկություն արեց Շանհայի ամենանշանավոր վայրերից մեկի մոտ։ Դե ես բնականաբար ընդունեցի ու արդեն 4-րդ օրը հանդիպեցինք ու ես հետ եկա Հայաստան առանց որևէ հույսի, որ մենք երբևէ այդ կտեսնվենք, բայց ոչ մի խոստումի իրար, այսպես ասած, ոնց որ ճակատագիրը կկամենա, էլի։ Ինքը ինձ նամակ էր տվել, այս փոքր բլոկնոտի մեջ գրած, այս cute լատ ստիրում փոքր բլոկնոտ էր։ Այդ նամակը չինարենով էր գրած ու ես բնականաբար չէի կարա կարդալ։ Ինքը ինձ տվեց ու ասաց, որ ես այդ նամակը կարդամ մենակ այն ժամանակ, երբ որ հասնեմ Հայաստան, բայց քանի որ ես շատ անհամբեր եմ, այդ ժամանակ մեր հետ երեխեք կային, որ բավականին լավ հասկանում էին արդեն չինարեն, գրին տիրապետում էին, կարողանում էին կարդալ։ Ես խնդրեցի իրանց ու իրանք կարդացին իմ համար, հասկացա։ Չնայած, երբ որ ես հասա Հայաստան, ինքը ինձ այդ նույն նամակը անգլերեն տարբերակով արդեն ուղարկեց։ Նամակի վերջում գրել էր, որ ինքը ինձ խոստանում է, որ ինքը կգա Հայաստան իմ հետևից։ Mən կարգի ուրախացել էի ժամանակ, ոնց էր արդեն սիրտս ընկել էր տեղը, թե չէ հետը եկե Հայաստան, սենց տրաուրի դեմքով, ոնց որ բանը ամբողջ կյանքս թողել եմ Չինաստանի։ Հետո արդեն հուլիս ամսվա վերջն էր, հուլիս ամսվա կեսերն էր, որ ես հետ եկա Հայաստան։ Տենց, ես անցա իմ սովորական առօրյա կյանքին, աշխատանքային դասերով, հետո սեպտեմբերին դասերը սկսեց ու երբ որ սեպտեմբերի վերջ ինքը ինձ գրեց, որ ինքը հետա գնացել իր աշխատանքային քաղաքից, հետա գնացել իրանց քաղաք, իրենց տունը վերանորոգելու, ասեմ, որ Չինաստանում տենց բան կա էլի, երբ որ հույս կա, որ արդեն պետք է մոտալու տա ամուսնությունը, հարսանիքը, իրանք անցնում են արդեն տան վերանորոգմանը, տենց այդպիսի պատրաստությունների ու գնացել էր տենց արագ-արագ տունը տենց թեթևակի, որոշ մասը տենց վերանորոգել էր, իրատոնեցիկ զարմացել էին, էլի, խի սենց վդրուկ որոշեց, որ պետք է բանել, բայց բան չէր ասել մեր պահով։ Հետո ինձի բանը հավել գնացել էր իր անձնագիրը ձևակերպել, որովհետև Չինաստանում, եթե իրանք չեն դուրս գալ, երկրից դուրս չեն գալիս, իրանք պետք չի ընդհանրապես անձնագիր, իրանք ID քարտով են առաջնորդում։ Ինքը ինձ այդ ժամանակ նամակ ուղարկեց, որ ինքը մտադրված է արդեն պատրաստում է տոմս առնելու, հաջորդ օրը ինքը ինձ տոմսը ուղարկում է, արդեն առել է հոկտեմբերի վերջի համար։ Մի ուրախություն, մի ցնծանք, մի երջանկություն իմ մոտ էլի։ Տենց ես էլի իմ հերթին պատրաստություններ ես կոմենքում, մերոնց արդեն տրամադրել էի, երբ որ առաջ անգամ ասեցի մերոնց, չհավատացին ինձ գժի տեղ դրեցին, մամաս տենց չհավատաց ու մինչև վերջը տենց մինչև իրա գալը չէր հավատում, աղբերս ուրախացել էր շատ, որովհետև ինքը չինական մշակույթը բավականին սիրում է, հետո իրա նկարնել էի ցույց տվել, բավականին հավանել էր, որտեղ բոյով թիկնեղ, կարևորը կոլոտ չէր։ Տենց, հետո ինքը գնացինք դիմավորեցինք, եկավ Հայաստան, ինձ թվում էր ինքը չի հավանի Հայաստանը, որովհետև պատկերացեք համեմատական տարեք, ասենք Չինաստանի զարգացվածության աստիճանը, իր մեծությունը, իր հնարավորությունները եւ մեր Հայաստանինը, չնայած իմ համար Հայաստանից ասենք լավ ապրելու տեղ չկա, որովհետև մենակ այն որ օդը մաքուր է ու ջուրը կարանք ծորակից բացենք հանգիստ խմենք, այդ արդեն ամեն ինչ է։ Ամենայն դեպս ինձ թվում էր ինքը չի հարմարվի, չի կարանալու մնա Հայաստանում, բայց
Իմ մտածածին հակառակը ինքը շատ հավանել էր Հայաստանը մի քիչ դժվար հարմարվեց ուտելիքին ջրին, որտեղ վախենում էր ջուրը խմել տենց բան, որտեղ իրանք երբեք ասեք ծորակից ջուր չեն խմում, իրանք առնում են ջուրը, այդ ջուրը եռացնում են, սառացնում են, հիմնականում իրանք սառը ջուր էլ չեն խմում ընդհանրապես։ Հարմարվեց, հետո մերոնց հետ ծանոթացա, բավականին հավանել էր մերոնք իրան էին հավանել, շատ ուզենց տպավորված էր, շատ ուրախ էր, բայց ինքը այդ ամենի մասին չէր ասել ընդհանրապես իր ծնողներին։ Երևի մտածում էր ամեն ինչ հաստատվի, հստակ լինի, նոր կմտածի, որ ծնողներին պետքա ասի։ Մի խոսքով եկավ իմ ծննդյան օրը, ճիշտ իր ծննդյան օրը, որտեղ մոտ են օրերը, մի քանի օրվա տարբերությամբ, մենք որոշեցինք, որ մեր ծնունդները միասին նշենք։ Հետո ուրեմն մեր ծննդների օրը մենք նաև նշանдрեք կազմակերպեցինք, այսպես ասած, նշանվեցինք։ Այդ արդեն եկել էր տենց դեկտեմբերի վերջերը ու ինքը պետք է գնար հունվարի վերջ ինքը պետք է գնար, ոնց որ 22-ին էր։ Մինչև այդ արդեն իր մամային ասեցինք մենք, հետո տենց իր մամային ասեցինք, մաման ընդհանրապես չհամաձայնվեց ու հետ էր կանչում իր տղուն, սենց վախենում էր շատ, իր մտածում էր, ինքը իր մաման սենց է մտածում, ասենք այն ժամանակ մտածում էր, եթե օտար երկիր, ուրեմն վсё կտանեն իր տղուն թրաֆիքինգի կենթարկեն ու տենց չէր համաձայնվել, շատ վախեցել էր, հետ էր կանչում։ Մի խոսքով կայցենը հետ գնաց, բայց իմ համար արդեն տոմս էր առել, որ ընդամենը 10 օր իրանց հետո ես պետք է գնայի, բայց մեկը այդ 10 օր պետք է ես մնայի առանց իրա, բայց սուկ էի կապել, որ ինքը գնացել է, ինձ թողել է, կարող է չկարանամ գնամ, կարող է խաբել է ինքը, այս կոմենքում, տենց բաներ էր մոտս։ Երբ որ մենք Շանխայում հանդիպել ենք, ես չինարեն չէի կարողանում խոսել, ինքն էլ ընդհանրապես անգլերեն չէր կարողանում խոսել։ Գուշակեք ոնց ենք մենք շփվել իրար հետ։ Իհարկե հեռախոսով ու իմ հեռախոսը Wi-Fi չուներ, ասենք կապ չուներ ընդհանրապես այնտեղ, իրան մի ձև հասկացնում է, որ ինձ Wi-Fi ցերի, որ մենք կարողանանք պիրիվոչիկով շփվենք ու նստում ենք իրար կողքից, պիրիվոչիկով շփվում ենք, հետո մի բան, ուրեմն մի օր գնացել ենք ինչ որ իր Շանխայի տեսարժանվերից մի կեսից, մեկ էլ իր հեռախոսը նստավ զերեթկեն ու իր հեռախոսը նստավ, ոչ ինքը ունի ինտերնետ, ոչ ես ունեմ ինտերնետ ու չենք կարող իրար հասկանանք, ընդհանրապես ոչ մի բառ չենք կարող փոխանակենք, նստանք ու սենց նայում եմ իրան, մեկն է ինքն էլ նստանք ու սենց իրար էինք նայում։ Վերջը մի կերպ այդտեղ ինքը զանգում է իր մորքուրի տղուն, հանդիպում են, բան են փոխանակում, power bank են փոխանակում։ Շփվել ենք պիրիվոչիկով։